երեք հիմնական պահանջներով ենք եկել, ներողություն, որոնք ներկայացված են նաև խորհրդի ամսի 29-ի հանրահավաքի պահանջագրի մեջ։ Գլխավոր հարցը բնականաբար բնակարանային ծրագիրն է, զբաղվածության ծրագիրը եւ բնակվարձի աջակցության ծրագիրը, որը փոխկապակցված է բնակարանային ծրագրի հետ։ Մեզ համար ամենակարևոր հարցն այն է, որ բնակարանային ծրագիրը պետք է ապահովի կայուն արժանապատիվ լուծում մեր ժողովրդի կեցության խնդիրների համար։ Իհարկե, մեզ համար քաղաքական վերջնական նպատակը մեր հավաքական վերադարձն է, բայց մինչև հավաքական վերադարձը մենք ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդը բնակվի այստեղ, Հայաստանի Հանրապետությունում, եւ դրա համար պետք է մենք ունենանք համարժեք արժանապատիվ պայմաններ։ Բնակարանային ծրագիրը ինքնին այդ պայմանները չի ապահովում, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ են առկա, եւ այդ խնդիրները երբ մենք բարձրաձայնում ենք, լուծումներ չեն ստանում։ Սա գումարի հարց չէ, սա ուղղակի լուծումների, սկզբունքների, մեխանիզմների հարց է։ Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բայց կառավարությունը արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը եւ խնդիրը տանում է, այսպես ասած, վարկավորման դաշտ։ Մենք պնդում ենք, որ պետք է լինի կենտրոնացված բնակեցում կամ համայնքային բնակեցում եւ պետք է նաեւ զբաղվածության ծրագրերը փոխկապակցված լինեն բնակարանային ծրագրի հետ, որը կրկին արված չէ։ Եվ այս պայմաններում, երբ ինչ որ առաջարկներ են արվում եւ հարկադրանքի լեզվով են խոսում ժողովրդի հետ, ժողովրդի վիճակը, սոցիալական վիճակը կտրուկ ծանրանում է, որովհետեւ ժողովրդի մեջ կա աղքատության բավականին բարձր տոկոս, տարբեր փորձագիտական հաշվարկներով Արցախի ժողովրդի շուրջ 80%-ը աղքատության շեմից ներքև է ապրում։ Իսկ սա նշանակում է, որ պետք է մենք կայուն եկամտի հարցը կարողանանք լուծենք, որը քիչ թե շատ Արցախի ժողովուրդը, այսպես ասած, ինքնահոսի կերպով իր խնդիրները կարողացել է քիչ թե շատ լուծել եւ կայուն թեկուզ եւ ծանր վիճակում գտնվել։ Հիմա երբ բնակվարձի աջակցությունը կրճատում են եւ դրան զուգահեռ բնակարանային ծրագիրը չի կարգավորվում, այսինքն բնակարանային կարիքի ապահովում տեղի չի ունենում, մենք բախվելու ենք շատ լուրջ սոցիալական խնդրի եւ սա հանգեցնելու է նաեւ արտագաղթի նոր ալիք։ Պարոն Բեգլարյան, տեսեք, դուք ասում եք, սա չեն անում, նա չեն անում, միտումնավոր չեն անում կամ միտումնավոր են օրինակ ոչ համայնքային մոտեցում ցուցաբերել ձեր ինտեգրման համար, միտումնավոր են, այսպես ասած, աչք փակում գեներացվող ատելությանը արցախցիների հանդեպ, միտումնավոր է թե ուղղակի ի վիճակի չեն խնդիրներ լուծել։ Ես կարծում եմ կան բաներ, որոնք միտումնավոր են անում, կան բաներ, որոնք ուղղակի կառավարման սխալների հետևանք է։ Միտումնավոր է միանշանակ, որ համայնքային բնակեցում չեն ցանկանում։ Այսինքն, փակեն Արցախի հարցը։ Որովհետև իրենք մտածում են քաղաքական առումով, բնականաբար Նիկոլ Փաշինյանը դրա մասին ուղիղ քանից արտահայտվել է, որ Արցախի հարցը փակված է, Արցախյան շարժում չկա, Արցախի ժողովրդի վերադարձի հարց չկա Հայաստանի իշխանությունների օրակարգում, իսկ եթե մենք ունենանք համայնքային բնակեցում, մենք կպահպանենք մեր ինքնությունը ավելի հեշտ եւ ավելի հեշտ կպայքարենք մեր հավաքական իրավունքների համար։ Այս պատճառով նրանք նախընտրել են ապակենտրոնացված ցրիվ բնակեցումը։ Ատելության քարոզն էլ ես կարծում եմ, որ միտումնավոր է եւ մենք տեսնում ենք, որ տարբեր իշխանական падգամավորների նույնիսկ վարչապետի շուրթերից հաճախակի ուղղակիորեն կամ անուղղակի կերպով թիրախավորվում են արցախցիները կամ Արցախի ժողովուրդը կամ Արցախի ժողովրդի համար շատ կարևոր արժեքներ, որոնք գեներացնում են ատելության քարոզ։ Ինչու Հայաստանի Հանրապետության հետ անհամատեղելի է Արցախի վերադարձի հարցը։ Դրանք բոլորը գեներացնում են ատելության քարոզներ, այդ թվում այն, որ Արցախը եղել է բեռ, Արցախը վզկապ է եւ այլն եւ այլն։ Այսինքն բոլոր ձևերով
Արցախի արժեքը, Արցախի նշանակությունը նվաստացնում են հայ ժողովրդի աչքերին եւ նաեւ փորձում են ցույց տալ, որ տեսեք, սիրելի ժողովուրդ, դուք վատ եք ապրել, որովհետեւ ձեր գումարները գնացել է Արցախ։ Այն պարագայում, որ իրականում Արցախը պահել է Հայաստանի Հանրապետությանը անվտանգային առումով եւ այն գումարները, որոնք գնացել են Արցախ, Արցախի տնտեսության գեներացրած գումարներն են եղել։ Գումարներից խոսեցիք, պարոն Բեգլարյան, այք Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ դրամաշնորհներ եւ աջակցության ծրագրեր ստացավ արցախցիների, այսպես ասած, ինտեգրման համար։ Բավական հաշվետվողական եւ թափանցիկ են իրականացվում այդ գումարների տնօրինումը, որովհետեւ հաճախ իշխանությունները որպես լավություն են ներկայացնում այն աջակցությունները, որ տրվում են եւ ոչ թե պարտականություն։ Նայեք, նախ եթե նույնիսկ ոչինչ էլ չստանային միջազգային հանրությունից, միևնույն է պարտականություն է։ Սա չի նշանակում, որ պարտականությունը միայն մեր հանդեպ է, նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանդեպ է։ Եվ որևէ կառավարություն, որևէ իշխանություն լավություն չի անում ժողովրդին կամ քաղաքացիներին որևէ ծրագիր անելիս։ Դա ցանկացած պաշտոնյայի պարտականությունն է, որպեսզի արդյունավետ աշխատի։ Երկրորդը, թափանցիկության մասով շատ լուրջ խնդիրներ կան, մենք որպես համայնք, այսպես ասեմ, կամ շահառուներ, մենք չենք տեսնում, թե ինչպես են ծախսվում այն գումարները, որոնք գալիս են, օրինակ միջազգային հանրությունից։ Ընդ որում այս խնդիրը կա եւ պետական մարմիններում, եւ միջազգային կազմակերպություններում, որոնք առաջին հերթին ծրագրեր իրականացնում են եւ որոշումներ կայացնում են առանց ներառականության, այսինքն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների կարծիքը հաշվի չեն առնում։ Երկրորդը, իրենք ծրագրերը իրականացնում են առանց հանրային հաշվետվողականության, առանց թափանցիկության։ Այս խնդիրները միանշանակորեն առկա են, բայց որպեսզի արդյունավետ որոշումներ կայացնեն, մենք ինչու ենք այսօր այստեղ։ Մենք այստեղ ենք մեր ձայնը բարձրացնելու եւ ասելու, որ պետք է դուք որոշումներ կայացնեք մեզ հետ միասին։ Առանց մեզ հետ քննարկելու, առանց մեր կարծիքները արդյունավետ կերպով հաշվի առնելու, դուք իրավունք չունեք ծրագիր իրականացնել։ Ներողություն, նույն այս բնակարանային ծրագիրը 9 ամիս է գործում է եւ ձախողված է, որովհետեւ ներառական կերպով որոշումներ չեն կայացրել, որի մասին մենք ահազանգում էինք դեռ 1 տարի առաջ եւ իրենք մտածում էին, թե չէ, ուղղակի վիժեցնում ենք ծրագիրը։ Ոչ, մենք ցանկանում ենք մեր ժողովրդի խնդիրները պատշաճ կերպով հասցեագրվեն եւ լուծում ստանան։ Եվ դրա համար պետք է մեր ձայնը լսված լինի եւ մեր կարծիքը հաշվի առնված լինի։ Մենք պարոն Բեգլարյան ասում եք կարծիքը հաշվի առնել, բայց փաստացի Փաշինյանը օրինակ հայտարարում է եւ ոչ միայն Փաշինյանը, իշխանությունը հայտարարում է, որ ըստ անհրաժեշտության այո հնարավոր է որ հրաժարվեն օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, հրաժարվեն միջազգային հայցերից ընդդեմ Ադրբեջանի։ Լեգիտիմ է այսպիսի հայտարարություն անել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, առանց կոնկրետ պայմանների։ Նայեք, կարճ կարող եմ մեկնաբանել եւ այս հարցերին անդրադարձ կա նաեւ խորհրդի հանրահավաքի պահանջագրում հստակորեն պահանջ մենք ներկայացնում ենք, որ ոչ միջազգային գանգատները հետ վերցնեն, ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեն եւ այլն։ Բայց քանի որ մենք այսօր այստեղ հավաքվել ենք սոցիալական բնույթի օրակարգով, մենք հաջորդող օրերին այլ ակցիաներ ենք ունենալու եւ առիթներ կունենանք նաեւ արտաքին քաղաքական թեմաներին անդրադառնալու։ Դրա համար կուզեի հարցերի շրջանակը մենք ամփոփենք զուտ սոցիալական բնույթի հարցերով։ Պարոն Բեգլարյան, Հայաստանի վարչապետը բարձրագույն միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը ներկայացնում է որպես ժողովրդավար պետություն։ Որքան է ժողովրդավար նրա վարած քաղաքականությունը, եթե իր հայրենակիցներին այսօր թողնում է փաստացի դրսում միջազգային մարդու իրավունքների տեսանկյունից արդյոք սա կոպտագույն խախտում չէ։ Նայեք, ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկը ներառականությունն է։ Եվ ես որպես արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ ուղղակի կարող եմ խորհրդի անունից էլ արձանագրել, որ չկա ներառականություն արցախցիների վերաբերյալ որոշումներ կայացնելիս։ Բայց որպես Արտակ Բեգլարյան փորձագետ, իրավապաշտպան, ես կարող եմ լրացուցիչ էլ արձանագրել, որ շատ լուրջ խնդիրներ կան նաև մնացած ծրագրերում, ոչ միայն արցախցիներին,
այլ ընդհանրապես ես տեսնում եմ, որ ներառականության շատ լուրջ խնդիր կա։ Այս իշխանությունները չեն ցանկանում շահառուների, քաղաքացիների կարծիքը հաշվի առնել եւ հետադարձ կարծիքի մեխանիզմները ընդհանրապես չեն էլ գործում։ Իսկ սա արդեն ժողովրդավարության սկզբունքների շատ լուրջ խախտում է։ Էլ մնացածի մասին չեմ խոսում, որ Արցախի վերաբերյալ այլ ինչ որոշումներ են կայացնում, ատելության խոսքի գեներացիա եւ այլն, սրանք կրկին ժողովրդավարության սկզբունքների լրջագույն խախտումներ են։ Այսինքն կարող ենք արձանագրել, չէ՞ որ մարդու իրավունքների կողքատուն խախտում եւ դա հավաքական մակարդակով Արցախի ժողովրդի իրավունքների խախտում է եւ անհատական մակարդակով նույն միջազգային գանգատներից հրաժարվելն էլ շատ լուրջ մարդու իրավունքների խախտում է։ Պարոն Բեգլարյան, իսկ դուք ունեք դիտարկումներ, որքանով քանի տոկոս արցախցիների լուրջ խնդրի առաջ կկանգնես աջակցության ծրագրերի կրճատման դեպքում եւ արտագաղթի ինչ ծավալ կլինի։ Նայեք, իրենք էլ պաշտոնապես ինչ որ թվեր ասել են եւ նաեւ որոշ խմբերի հետ հանդիպումների ժամանակ իմ տեղեկություններով մոտ 100,000 անձ իմաստանում է բնակվարձի աջակցություն եւ ապրիլից իրենք ամբողջապես կտրելու են մոտավոր 55, որքան գիտեմ, 50-ից 55,000 քաղաքացիների աջակցությունը, իսկ 45,000-ը ստանալու են ավելի կրճատ աջակցություն, ավելի քիչ։ Բայց նորից ասեմ, որ մենք ավելի շատ ոչ թե բնակվարձի աջակցության ծրագրի համար ենք պայքարում, այլ մենք պայքարում ենք, որ արժանապատիվ, կայուն, արդյունավետ բնակարանային ծրագիր գործի։ Նայեք իրենք ինչ են անում, իրենք բնակվարձի աջակցությունը կտրում են շատերի համար, հենց այս պահին, մնացածի համար հուլիսից կամ դեկտեմբերից, բայց իրենք ասում են, որ արցախցիների մի զգալի տոկոսը կարող է դիմել բնակարանային ծրագրին այս հուլիսի 1-ից, մյուս տոկոսը կարող է դիմել դեռ 26 թվականի հուլիսի 1-ից, այսինքն այս մարդկանց, ու դրանք տասնյակ հազար անձինք են, այս անձանց աջակցությունը բնակվարձի լրիվ կտրում են, բայց թույլ չեն տալիս իրենք դիմեն բնակարանային ծրագրին, էլ չեմ էլ խոսում, որ այդ ծրագիրը դեռ արդյունավետ ծրագիր չէ, այսպիսի բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք իրենք հաշվի չեն առել, եւ մեր ահազանգերն էլ որևէ կերպ չեն ընդունել։